Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է։ Դա արտաքին եւ ներքին պետական պարտքի հանրագումարն է։ Տվյալները հրապարակել է ֆինանսների նախարարությունը։ Ահա զանգում է հետքը։ 2025 թվականին 2024 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ Հայաստանի պետական պարտքը աճել է 13.1%-ով կամ մոտ 1.7 միլիարդ դոլարով։ Այսօր Հայաստանի ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքին։ Նոր պարտքեր վերցնելուն զուգահեռ Հայաստանը մարում է նաեւ հին պարտքերը։ 2020-ը ծանր տարի էր պարտքի մարման եւ սպասարկման համար։ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդը կկազմի մոտ 537 միլիարդ դրամ եւ նախատեսվում է այն ներքին աղբյուրների հաշվին ֆինանսավորել 210 միլիարդ դրամով, իսկ արտաքին աղբյուրների հաշվին 327 միլիարդ դրամով։ Հիշեցնենք, որ Հայաստանի պետական պարտքը մեծ մասամբ կառավարության պարտքն է։ Փոքր մասնաբաժին ունի կենտրոնական բանկը։ Չնայած որ կառավարության պարտքը ՀՆԱ ցուցանիշը համարվում է կառավարելի ըստ հակաբյուջետային կանոնների, սակայն այն սպասարկելն ու մարել է ականբեռ է բյուջեի համար։ Այս տարի կառավարության պարտքի մարման եւ սպասարկման համար կպահանջվի 1.5 տրիլիոն դրամ։ Դրանից մոտ 420 միլիարդ դրամը միայն պարտքի տոկոսավճարները կլինեն սպասարկումը։ Պարտքի տոկոսավճարները ներառված են բյուջեի ծախսերում, որոնք կազմում են ամբողջ ծախսերի ավելի քան 11%, իսկ մայր գումարների մարումները կատարվում են նոր պարտքեր ներգրավելու հաշվին։ Լրացավ Ակո շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարելիցը։ Այդ առիթով վերջինիս հիշատակի նվիրված միջոցառում կազմակերպվեց Ստամբուլում, հենց սպանության վայրում։ Դինքի հիմնադրամը քաղաքացիներին կոչ էր արել շենքի կողքով անցնելիս մի պահ հայացք բարձրացնել վերև, մասնակցելով հիշատակի խորհրդանշական միջոցառմանը։ Այս տարի հավաքվածների կարգախոսը եղել է իրականության հետքով, արդարության հետևից ենք գնում։ Բացի այս կարգախոսը շատերն իրենց հետ բերել էին նախորդ տարիների կարգախոսները։ Այստեղ ենք աղբարիկ, Հրանտի համար, արդարության համար, բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք։ Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլիի թաղամասում Ակոս պարբերականի խմբագրության դիմաց սպանվեց Հրանտ Դինքը։ Արդեն 19 տարի տևած տարբեր դատավարություններով մի քանի անգամ տարբեր պատժաչափեր են սահմանվել սպանություն իրականացնողի եւ անմիջական հրահանգը տվողի նկատմամբ, սակայն իրական կազմակերպիչները այդպես էլ անհայտ մնացին։ Եղվարդ քաղաքի հարևանությամբ կառուցվում է Հայաստանում առաջին պրոֆեսիոնալ ավտոմրցուղին։ 1688 մետր երկարության մրցուղին կունենա 17 շրջադարձ։ Այն նախատեսված է GT3 դասի ավտոմեքենաների, մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլների եւ քարտերի համար։ Համալիրի տարածքում նախատեսվում է կառուցել նաև ավտոսպորտային ակադեմիա։ Պրոֆեսիոնալ քարտինգից Դանիել Դալաքյանի անունը կրող քարտոդրոմը կկառուցվի ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի ստանդարտներին համապատասխան, ինչը թույլ կտա անցկացնել պաշտոնական մրցումներ։ Մրցուղու բացման արարողությունը նախատեսվում է 2026 թվականի մայիսին։ 16-ամյա Դանիել Դալաքյանը Իսպանիայում բնակվող F4 դասի մրցաշավորդ է։ Նա ծնվել է Վալենսիայում, բայց միջազգային մրցաշարերում ներկայացնում է Հայաստանը։ Փաշինյանն ու Ալիևը պարգևադրվել են Մարկան եղբայրության համար Զայեդի մրցանակով։ Երկու երկրների ղեկավարները մրցանակի դափնեկիրներ են հայտարարվել այսպես կոչված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման համար։ Հաղորդում են, թե այն վերջ դրեց Հարավային Կովկասում բազմամյա հակամարտությանը։ Մրցանակը սահմանվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շեյխ Զայեդ հիմնադրամի կողմից։ Զայեդի մարդկային եղբայրության մրցանակի ժյուրիի անդամ եւ գլխավոր քարտուղար Մոհամմադ Աբդուսալամն ասել է. այս տարի Զայեդի մարդկային եղբայրության մրցանակի կոմիտեն ընտրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագիրը։ Այս պայմանագիրը մարմնավորում է մրցանակի առաքելությունն ու նպատակները, խթանել եւ զարգացնել երկխոսության եւ համակեցության մշակույթը։ Այն համարվում է համաշխարհային խաղաղության առաջխաղացման կարևորագույն հանգրվան եւ դիվանագիտական խոշոր նվաճում։ Փաշինյանն այն կստանա փետրվարի 4-ին Աբու Դաբիում։ Հայ ազատ ոչի ըմբիժ Վազգեն Թևանյանը անցկացրել է հերթական գոտեմարտը Pro Wrestling League 2026 թվականի շրջանակում, որը տեղի ունենում Հնդկաստանի Նոյդա քաղաքում։ Ըմբիժ Վազգեն Թևանյանը 5-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին։ Նշենք, որ Pro Wrestling League-ը պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգա է, որը հիմնադրվել է 2015 թվականին։ Մրցաշարի վերջին մրցաշրջանը կայացել է 2019-ին, իսկ 2026 թվականից լիգան պաշտոնապես վերսկսել է իր գործունեությունը։ Առաջարկում ենք դիտել կադրեր Հայ Մարզիկի հաղթանակից։ पहले बाहरली टांग और फिर
एंकल होल्ड और उसी का नतीजा 5-2 का स्कोर और उनकी गिनती शुरू हो चुकी है जी हां और एक तरह से सरेंडर कर दिया उन्होंने। महाराष्ट्र की टीम ने ना सिर्फ मैच जीता, दिल जीता और मुकाबले को अपने पक्ष में करके पहले Միլենիալները ավելի երիտասարդ տեսք ունեն, քան զումերները։ Հետազոտության համաձայն 1985-ից 95 թվականներին ծնված մարդիկ հաճախ ավելի երիտասարդ են թվում, քան Z սերնդի ներկայացուցիչները։ Պատճառը կապված է մի շարք գործոնների հետ՝ ապրելակերպ, գենետիկա եւ ինքնասպասարկման մշակույթ, սննդից մինչեւ մաշկի կանոնավոր խնամք եւ սովորություններ, որոնք ազդում են առողջության վրա։ Նշենք միլենիալները 1981-ից 96 թվականին ծնված մարդիկ են, զումերները 97-ից 2012 թվականին ծնվածները։ Միլենիալների մանկությունը զգալիորեն ավելի ակտիվ էր, իսկ զումերները վաղ տարիքից ապրում են նստակյաց ռեժիմում եւ ավելի շատ ժամանակ են անցկացնում էկրանների մոտ։ Դա նույնպես ազդում է երիտասարդ երևալու վրա։ Սակայն միանշանակ եզրակացություններ անելը վաղաժամ է։ Հարցը պահանջում է բազմաթիվ գործոնների վերլուծություն, այլ ոչ թե միայն արտաքին դիտարկումներ։ Ճշգրիտ եզրակացությունների համար անհրաժեշտ է ժամանակ եւ ավելի լայնածավալ հետազոտություններ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ծերացման սերնդային միտումները դիտարկելու համար։